Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, բավականին երկար ընդմիջումից հետո մենք նորից հանդիպեցինք, հույս ունեմ, որ այսուհետ ավելի հաճախ կհանդիպենք, որտեվ ինչպես ասում նախ ինձ շատ հետաքրքիր է զրուցել եւ լսել պարոն Բոզոյան եւ կարծում եմ նաեւ մեր հետևորդներին պարոն Բոզոյանի տեսակետները։ Եվ այսպես, պարոն Բոզոյան, Նեթանյահուն Երուսաղեմից դիմել է Էրդողանին, մենք այստեղ ենք, սա մեր քաղաքն է, պարոն Էրդողան, սա մեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է, սա ձեր քաղաքը չէ, սա մեր քաղաքն է, այն միշտ մեր քաղաքը կլինի։ Ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին համեմատել էր Հիտլերի հետ Գազայում նրա գործողությունների պատճառով ՄԱԿ-ի կանոնադրությունը հռչակում էր պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան հավասարությունը եւ նրանց սահմանների բռնի փոփոխությունների անթույլատրելիությունը, նշել էր Թուրքիայի նախագահը, որից հետո ողջ Գազան ռմբակոծությունների տակ էր, սարուրելի սարսափելի տեսարանների ականատեսն ենք ողջ աշխարհը։ Իսրայելը հաստատել է նաև Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա հարվածները, հարված հասցրել իր պատասխան հութիների ռեժիմի կողմից Իսրայելի դեմ իրականացված բազմակի հարձակումների, տարբեր կերպ կարող են սա մեկնաբանել։ Ընդ որում նաև ասացին, որ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի վրա հարձակման կադրեր, արդեն տանկերով են իրենք մտրել, եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփը իրեն հրավիրել է ԱՄՆ եւ ինքը 2 շաբաթից կրկին այցելելու է Սպիտակ տուն։ Ահա այսպիսի զարուհելի բաներ, ես Թրամփի հետագա հայտարարություններին կանդրադառնամ, այնպես որ 21-րդ տարում բոլորիս աչքի առջև տեղի է ունենում մեծ զարուհելի ցեղասպանություն, ՄԱԿ-ը նաև դա ճանաչել է որպես ցեղասպանություն, բայց սանձարձակ եւ լկտիացած Իսրայելի վարչապետը եւ քանի որ այդ աջակցություն ունի նաև Իսրայելի ժողովրդի կողմից, իդեպ Ջեֆրի Սաքսը ասում է, որ միակ երկիրը, որ ձեռքը բռնել է եւ աջակցում է, սիրելի Ամերիկայի ժողովուրդ, իմացեք, դա մեր նախագահն է եւ դուք եք, որտեւ այդ ամենը մենք հանդուրժում ենք, ինքը դա անում է նաև Միացյալ Նահանգների հովանավորությամբ։ Այնպես որ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ տեղի ունենում ցեղասպանություն, ինչով է սա սարսափելի։ Իմիջիայլոց, պարոն Բոզոյան, շատերն ասում են, որ ինչ բաներ նույն Իսրայելը փորձարկեց Լեռնային Ղարաբաղում։ Առաջին փորձարկումները եղան այդտեղ, ուղղակի եւ նաեւ նույն այդ ցեղասպանությունը կլիներ ամբողջական Լեռնային Ղարաբաղում, եթե ուղղակի չլիներ Ռուսաստանի Դաշնության նախագահը, որ միայն իր շնորհիվ է, որ այդ ճանապարհը բացեցին եւ հնարավորություն տվեցին, որ 120,000 հանրությունը դուրս գա, չնայած դրանից առաջ գիտեք, որ նաեւ շատ դաժան բաներ են տեղի ունեցել։ Դե հենց միայն 1 տարիսով այդ հարցակում եւ այլն եւ այլն։ Ես կխնդրեի այսպես լայն բանով վերցնենք, հա, Թուրքիա, Իսրայել, Արցախ եւ նաեւ սա նաեւ ցույց է տալիս, թե երբ որ մենք ասում ենք ոնց կարող է 21-րդ դարում ցեղասպանություն, ինչպես կարող են մեզ տեղահանալ, ինչպես կարող են հարձակվել, սիրելիներս, այսպես օրը ցերեկով հարձակվել, ցեղասպանել, ճանապարհված։ Հիմա երեք ասում են արդեն 350,000 մարդ դուրս է եկել եւ սարսափելի թվերի մասն է խոսքը, ասում են այն ինչ որ ներկայացում է թե այսքան զոհ բան, դրա տասնապատիկն է տեղի ունեցել եւ լկտիության գագաթը ուղակի հարձակվել հեռուստաընկերության վրա, հարձակվել հիվանդանոցների վրա, չգիտեմ, այսպիսի զարուհելի բաներ եւ ինչ աղերս էս ամեն ունի մեզ հետ։ Խնդրեմ։ Տեսեք, նախ եւ առաջ մենք ուզում ենք բարձր բան փարատել այն միֆը, որ 21-րդ դարում նոր լայնամասշտաբ ցեղասպանություն հնարավոր չէ, որտեղ մարդկությունը թույլ չի տա։ Դա միֆ է, եւ դրա վառապատույցները ոչ միայն այն ինչ որ կատարվում է այսօր Գազայում, այլ նաեւ այն ինչ որ կատարվեց Ռուանդայում, որտեղ միլիոնավոր մարդիկ կոտորվեցին նույն ցեղասպանության արդյունքում։ Հիմա վերադառնանք կոնկրետ Գազային։ Գազայում ապրում էր մինչև այս process-ը մոտավորապես 2 միլիոն մարդ եւ տարբեր գնահատականներով ասում են, որ 350,000 մարդ է դուրս եկել, բայց իսրայելական աղբյուրները պնդում են, որ այնտեղ այսօրվա դրությամբ մոտավորապես 1 միլիոն մարդ է մնացել։ Հիմա ասեմ, ինչ նպատակ է հետապնդում Նեթանյահուն այս ծրագրի համար։
Նետանյահուն մենք բոլորս էլ գիտենք, որ ունի լուրջ խնդիրներ իր երկրի ներսում եւ դատական process-ներ են գնում, կոռուպցիա հետ կապված, իր ընտանիքի հետ կապված, ինքը իր մեջ իր թիմում հայտարարել է հետեւյալը, որ կամ ես պետք է դառնամ մեծ ազգային հերոս, որպեսզի իմ ժողովուրդը ների մնացած իմ ներքին այդ խնդիրները, կամ ես կգնամ դատարան։ Ինձ հիշում եք այն հայտնի ֆիլմի մեջ ասում էր կամ ինձ կտանեն ԶԱԳՍ կամ հետ կգնանք դատախազություն։ Հիմա ինքը փաստացի որպեսզի կարողանա իր անձնական խնդիրները լուծի, ինքը փորձում է հայրենի ժողովրդին հիմնավորել, որ ես լուծելու եմ մեծ Իսրայելի ստեղծման խնդիրը։ Եվ այդ մեծ Իսրայելը պետք է լինի Գազայի եւ արևմտյան ցեղասպանության գնով արաբների հաշվին, այսինքն այնտեղ մոտավորապես 3 միլիոն արաբ ապրում է արևմտյան ափում, Հորդանան գետի, իսկ 2 միլիոն ապրում էր Գազայում, մոտավորապես 5 միլիոն մարդու իրենք ինքը պաշտոնապես հայտարարել է, որ այդ մարդկանց մենք պետք է հիմա բանակցենք, որ դուրս բերենք այդ տարածքներից, որպես տարածքները միացվեն Իսրայելին։ Ասեմ ձեզ, որ այդ գաղափարին կողմնակից են նաև Միացյալ Նահանգների այն շրջանակները, ովքեր որ սերտորեն համագործակցում են Իսրայելի հետ, եւ դա լուրջ մակարդակի լոբիստական աշխատանք է տանում, դուք գիտեք, որ Տրամփն էլ հայտարարեց, որ ինքը նույնպես կողմ է, որ Պաղեստինի եւ Գազայի խնդիրները խաղաղ ճանապարհով լուծվեն, միացվեն Իսրայելին եւ այդ արաբները, բայց ոչ թե ցեղասպանվեն, այլ տեղահանվեն մի այլ երկիր, նույնիսկ հիմի բանակցություններ են գնում, թե որ երկիրը կարող է ընդունել իրենց։ Եվ այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը նաև Երուսաղեմի խնդիրն է, որտեղ գիտեք, որ մահմեդականները ունեն սրբություններ եւ Իսրայելը իր սրբությունը ունի եւ ինքը փորձում է հիմնավորել, որ մահմեդականների սրբությունները պետք է լինեն Իսրայելի տարածքում։ Դա, այսպես ասած, ֆունդամենտալ վեճ է մահմեդական աշխարհի հետ եւ Իսրայելի քաղաքական վերնախավը եւ փորձագիտական շրջանակները քննարկել են եւ եկել են այն եզրակացության, որպեսզի Էրդողանը Նեթանյահուն կարողանա լուծել իր խնդիրները, ապա մահմեդական աշխարհում չպետք է մնա ուժեղ պետություն։ Արաբական աշխարհում այդպիսի ուժեղ պետություն չկա։ Սաուդյան Արաբիան մենք գիտենք, որ ինքը կախված երկիր է Միացյալ Նահանգներից։ Հիմա գրեթե բոլորը Եգիպտոսը, Հորդանանը, Կաթարը, Էմիրատները, Ալժիրը, այդ երկրները որևէ լուրջ ազդեցություն չեն կարող թողնել։ Մնացել է Իրանը, Պակիստանը եւ Թուրքիան։ Իրենք համարում են, որ լուծում են հիմա Իրանի խնդիրը, Պակիստանի հետ խնդիրը կլուծեն Հնդկաստանի հետ կոնֆլիկտի միջոցով, դա իսրայելական բաների միակ երկիրը, որ մնացել է, որ իրենց խանգարել է Թուրքիան է, եւ իսրայելական լուրջ շրջանակները քննարկում են, որ վաղ թե ուշ Իսրայելը պետք է կոնֆլիկտի մեջ մտնի Թուրքիայի հետ եւ լուծի Թուրքիայի խնդիրը։ Իրանք այդպիսի ծրագիր են մշակել եւ դա Թուրքիան դա գիտեմ, Թուրքիայում էլ այսպես ասած նախապատրաստվում են այդ խնդրին եւ դրա համար իրենք փորձելու են խաղարկել եւ քրդական խնդիրը եւ հայկական խնդիրը եւ հունական խնդիրը։ Պարոն Բոզյան, երբեք այդ երկրները այսպես մեկ ամսյա պլաններ չեն, իրենց պլանները միշտ սովորաբար լինում են երկարաժամկետ, բայց իրենք միավորվեցին Արցախը կործանելու շուրջ, նույն Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը։ Քաղաքականության մեջ երբևիցե բոլոր դաշնակիցները հավերժ չեն լինում եւ տարբեր տեղերում կարող է այդ պահին այդ խնդիրներ հա դրանից կործանել Արցախը։ Այո, քանի որ Իսրայելի գլխավոր թիրախներից է Իրանը եւ Թուրքիան, Իրանի մասով ինքը դաշնակցում է Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանի հետ դաշնակցությունը ենթադրում է, որ ինքը պետք է աջակցի Ադրբեջանի որպեսզի լուծեր Արցախի խնդիրը։ Թուրքիայի մասով ինքը համագործակցում է քրդերի հետ, համագործակցում է հույների հետ եւ փորձում է օգտագործել հայոց ցեղասպանության խնդիրը, որպեսզի կարողանա բարոյական հիմքեր դնել Թուրքիայի վրա հարձակման համար։ Ավելին կարող եմ ասեմ, վերջին օրերին Նեթանյահուին նույնիսկ դրա համար լեգիտիմ հիմքեր ստեղծեց։ Դե ցեղասպանի Կաթարում իր հարձակման արդյունքում երբ որ սպանվեցին Համասի մի շարք գործիչներ, նա հայտարարեց, որ այսուհետ Համասի այն լիդերները, որ երկրում է որ լինեն, Իսրայելը ստանալու է իրավունք հրթիռային հարձակում կազմակերպել հենց այդ մասով։ Իսկ դուք կարծում եք Էրդողանի ներակնարկում։ Միանշանակ, որտեղ տեսեք բոլորն էլ գիտեն, որ Համաս ունի ներկայացում նաև Թուրքիայում եւ Նեթանյահուին փաստացի ակնարկում է, որ եթե Համասի ղեկավարները հայտնվեն Ստամբուլում կամ Անկարայում, Իսրայելը կարող է հարվածել դրան։ Ըստ էության Թուրքիան հայտարարում է, որ դա կլինի կազուս բելի իրենց համար, որտեղ Թուրքիան չի կարող հանդուրժել, որ իր տարածքի վրա Իսրայելը հարձակվի եւ իրենք կարող են պատասխան հարված տալ։ Եվ այստեղ արդեն
վերլուծաբանները վերլուծում են եւ գալիս են եզրակացության, որ ըստ էության այդ կոնֆլիկտը միգուցե այս օրերին այսքան այսպես ասած հավանական չէ, բայց ռազմավարական հեռանկարի իմաստով դա անխուսափելի է լինելու, որովհետեւ եթե Իսրայելը ուզում է լուծել Երուսաղեմի հարցը, եթե ինքը ուզում է որ մամեդական աշխարհը համակերպվի դրա հետ, ինքը պետք է թույլ չտա որ մամեդական աշխարհում մնա ուժեղ որցակ պետություն, որից այս պայծրությամբ ամենաուժեղը համարվում է Թուրքիան։ Եվ ըստ էության շատերի կանխատեսմամբ, քանի դեռ Տրամպը ԱՄՆ նախագահ է, Իսրայելը փորձելու է այդ խնդիրը լուծել մինչև վերջ։ Սա իրականությունն է։ Ես տեսեք չեմ ուզում օբյեկտիվ ուզում եմ դա ներկայացնեմ, չեմ ուզում կողմ կամ դեմ ինչ-որ բաներ ասեմ, չեմ ուզում գնահատականներ տալ այս կամ այն հարցի շուրջ, սա իրականություն է։ Իհարկե մենք բայց ՆԱՏՕ-ն ինչ է անելու այդ դեպքում։ Գիտեք, ՆԱՏՕ-ն ժամանակին Ֆրանսիայի նախագահան նույնիսկ հայտարարում էր, որ ՆԱՏՕ-ի ուղեղը արդեն մահացած է։ ՆԱՏՕ-ն մեծ հաշվով Որ նախագահն ասեի դե Մակրոնը, Ֆրանսիայի նախագահն ասել, իդեպ որպեսի ավելի պարզ լինի, ուրեմն վերջերս ռազմական փորձագետները վերլուծություն են արել Գերմանիայում կենտրոններից մեկում եւ եկել են այն եզրակացության, որ ՆԱՏՕ-ն իր զինված ուժերով, իր հնարավորություններով խայտառակ ծանր վիճակի մեջ է հայտնված եւ բոլորն են արձանագրում են այսօր ժամանակից աշխարհում ամենաուժեղ բանակները ռեալ հողի վրա դա Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակներն են, որտեղ իրանք երկար տարի արդեն պատերազմում են եւ պատերազմը հմտությունները բերել իրենց եւ պատերազմը բարձրացրել է իրենց մարտական ոգին եւ Միացյալ Նահանգների բանակը արդեն անկման մեջ է, իսկ եվրոպական երկրները պրակտիկորեն բանակ չունեն։ Թուրքիայի բանակը եւ ընդհանրապես այլ տիպի բանակները, որ մեծ համբավ ունեն, որի պրտեղ ուժեղ բանակներ են, իրականում բանակը կայանում է պատերազմների ժամանակ։ Մանավանդ երբ որ պատերազմները տևում են տարիներ։ Հիմա երբ որ տարիների ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում այդ բանակները իրար հակամարտության մեջ են հայտնվել, իրենք արդեն այդ հմտությունները շատ ավելի, ինչպես որ խորհրդային միության կարմիր բանակը կայացավ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, չէ՞, կամ գերմանական բանակը կայացավ նվաճողական պատերազմների ժամանակ Հիտլերի կողմից, չէ՞։ Հիմա այս պայծրությամբ բոլորը արձանագրում են, որ ՆԱՏՕ-ի պաշարները զենքի զինամթերքի խայտառակ ցածր վիճակի մեջ են, ավելին Ռուսաստանը կարողացել է այնպիսի մոդեռնիզացված FPV դրոններ, այսպես ասած, անօթաչու սարքեր արտադրություն դնել, որ փաստացի մոտարապես $1000-2000 FPV դրոնների միջոցով նա կարող է խոցել միլիոնավոր դոլարներ արժեք ունեցող զինտեխնիկա, տանկեր, հրթիռային համակարգեր, ինքնաթիռներ, եւ բոլորը հասկանում են, որ այս պայծրությամբ խոսել, որ Միացյալ Նահանգների բանակը ուժեղ է կամ թույլ է կամ պոտենցիալ ուժեղ է, դրանք խիստ պայմանական ձևակերպումներ են, որովհետեւ փոքր միջոցներով, դրոնների միջոցով դու կարող ես շարքից հանել այնպիսի ծանր եւ այնպիսի թանկարժեք այդպես ասած տեխնիկա միջոցներ, որ շատ արագ դու կարող ես բալանսը փոխել։ Եվ այդ իմաստով Եթե դուք գիտեք, որ բայց մոռացեք Արցախի պատերազմի վրա այսպես վարժեցին նույն թուրքերը, Իսրայելը, այսինքն դրա համար են ասում, չէ՞, փորձարկեցին, հետո նոր դրանից հետո Իսրայելը սկսեց հարձակվել։ Տեսեք, ուրեմն բան դաշտել իրենց համար։ Փորձագետները նշում են, որ դրոնները, այսինքն անթաչու սարքերը այսօր աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծում եւ իրենք ասում են որ թուրքական բայրաթագները Ղարաբաղում լուծեցին աշխարհաքաղաքական խնդիր, այսինքն Թուրքիայի մտցրեցին տարածաշրջան, այսօր նույն խնդիրը լուծում է Ռուսաստանը իր դրոնների միջոցով եւ ինքը լուծելու է Եվրոպայի խնդիրը։ Եվ հենց դրանով են բացատրում, որ Տրամպը փորձում է դուրս գալ այս հակամարտությունից, որպեսզի Միացյալ Նահանգները այդ հարվածից հանի։ Այսինքն եվրոպացիները մնացել են միայնակ Իդեպ թուրքական այդ բայրակթարները այնպես չէ որ շատ կատարյալ են, հետո շատ ավելի հմտացան, նույն ռուսները, բան շատ ավելի լավ է, բայց այդ փուլում դա տեսեք ինչ մի հատ հնչեղություն է, չէ՞, թուրքական բայրակթարները, տեսեք։ Այս պայծրությամբ ռուսական անօթաչու սարքերի լավագույններից են, այո, շատ լավագույններ։ Ոչ մեկ հավասար չունի, բայրակթարները արդեն դարել են շարքային։ Բայց կար ժամանակ, որ իրենք Իրանից էին խնդրում, Չինաստանի ինչ որ բաներով։ Այն ժամանակ թուրքերը Սիրիայում օգտագործեցին այդ հնարավորությունը։ Այդ էքսպերիմենտը արեցին, հետո այդ էքսպերիմենտը կիրառեցին Արցախում եւ լուծեցին Արցախի հարցը։ Այսինքն նույնը հիմա ռուսները հաշվառնելով այդ փորձը Իրանում են Ուկրաինայում եւ լուծում են Եվրոպայի խնդիրը եւ Եվրոպա մնացել է միայնակ, իրանք հիմա խոճապի մեջ են, իրանք մտածում են որ Ուկրաինայի միջոցով կլուծեն ռուսների հարցը, ռուսներին իրանք փաստացի արտնասել են ռուսական արջին։ Ռուսական արջին հայտնասել են, հիմա էլ փաստացի
կոչ են անում ամերիկացիները, որ ամերիկան գար իրենց օգնի, ամերիկանն ասում է ես առաջին համաշխարհային պատերազմում չեմ մասնակցել, երկրորդ համաշխարհային պատերազմում չեմ մասնակցել, երրորդ համաշխարհային պատերազմում չեմ պատրաստվում մասնակցել։ Գնացեք ինչպես որ Բորշե փելեք, այդ Բորշե ինչպես գնացեք։ Չէ, մասնակցել է, բայց նայած իր ձևով իր շեշտով։ Մասնակցել է դիտորդի կարգավիճակով, ամենամեծ զոհերը դե ինքը զոհեր չի տալիս համաշխարհային պատերազմում Եվրոպայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ամենամեծ զոհերը տվել է Խորհրդային Միությունը, Գերմանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները տվել է այնքան զոհ, ինչքան որ հայ ժողովուրդն է տվել։ Դուք համատում եք, հասկանում եք, թե համատությունը ինչ է։ Ուզում եմ ասեմ, որ մեծ հաշվով այն ինչ որ հիմա կատարվում է 21-րդ դարում, երբ որ ասում են թե ցեղասպանություն չի կարող ունել, դա սուտ է, խաբկանք է, ցանկացած պահի այն ցեղասպանությունը, որ մենք տեսել ենք 1915 թվականին, կամ այն ցեղասպանությունը, որ եղել է հերանների նկատմամբ Գերմանիայում, նույնը կարող է կրկնվել 21-րդ Իդեպ ասում են հիմա շատ ավելի դաժան է, միակ բանը որ չի կիրառում այդ գազախցիկներն է որ չեն կիրառում, բայց դրա կարիք իհարկե չկա, մարդը կա, մարդը մոխրացած եւ չկա։ Ոչ մի այդտեղ անում է եւ բնաժն 120,000 մարդ մի քանի օրվա ընթացքում տեղանացին։ Դա մոտավորապես ցեղասպանության նման բան է։ Մոտավորապես չէ, այդպես է տեղաբնիկ վարիցանը, դա ցեղասպանության աներից մեկն է։ Դարում հիմա Իսրայելը ինչ է հայտարարում։ Վստահ չէ թե պարզ չէ որ թե ասենք Պուտինի վերահսկողությունը չլիներ, անելու են։ Հիմա եկեք պարզ խոսենք, թե ամեն ուրեմն ես ինֆորմացիա ասեմ, դա հաստատված փաստ։ Գիտեք ուկրաինացիների զոհերը ինչ թիվ են կազմում այս տարի։ 1,700,000 հաստատված մարդկանց անուն ազգաններով անձնագրային տվյալներ կան, որոնք կամ զոհվել են, կամ անհատ կորել են։ 1,700,000 մարդ, դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Սա ցեղասպանության նման բան չի։ Այսինքն այդ մարդիկ երազում էին, որ Ուկրաինան դարձնել ԵՄ-ի անդամ, հիմա հայտնվել են գետնի տակ։ Սա մեր ժողովրդին պետք է հուշի, որ բոլոր այն ավանտյուրիստները, պոպուլիստները, որոնք ինչ-որ բաներ են խոս տալիս, այդ պոպուլիստները ի վերջո մարդկանց տանում են դեպի գերեզման։ Այն ինչ որ խոսք էր տալիս Զելենսկին իր ժողովրդին, կդարձնենք ԵՄ-ի անդամ, երկրի կսարքենք ՆԱՏՕ անդամ, հզոր երկրի կդառնանք Ուկրաինայի կենսամակարդակը 10 անգամ կբարձրացնենք, այսօր Ուկրաինայի ըստ էության քաղաքները ավերակների մեջ են հայտնված։ Ուկրաինայում 1,700,000 մարդ գերեզման է գնացել, մոտավորապես 10 միլիոն մարդ փախել է Ուկրաինայից։ Իսկ այն մարդիկ, որ մնացել են Ուկրաինայում, իրանք անենալելի վիճակի մեջ են ապրում, ուղղակի անտանելի վիճակի մեջ։ Հիմա համատենք մեր հետ, իհարկե մեր զոհերը ավելի քիչ էին, բայց մեր պոպուլիստները, որ եկան 2018 թվականին իշխանության, ինչ էին ասում, բերում ենք խաղաղություն, սոցիալական արդարություն, իրանք բերեցին 5,000 զոհ, 5,000 զոհ մենք ունեցել ենք միայն Լեռնային Ղարաբաղի պատերազմի առաջին պատերազմի ժամանակ, ընդ որում այդ պատերազմում մենք հաղթանակ ենք տարել։ Ազատագրել ենք, ունեցել ենք 4 օրվա ընթացքում 5,000 զոհ տվեցին, խոսում էին խաղաղության մասին, խոսում էին սոցիալական արդարության մասին, գների իջեցման մասին, օլիգարխների դեմ պայքարի մասին։ Որտեւ այնքան վատ ենք։ Ես մի օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն օլիգարխիկ համակարգը այսօր ոչ միայն չի վերացել, այլ լպիրշ մակարդակի կերեքում է մեր ժողովրդին։ Այսօր մենակ մի օլիգարխ, որը իշխանության մոտ կանգնած է, իր շրջանառությունը կազմում է մոտավորապես $10 միլիարդ, $10 միլիարդ։ Այդպիսի թիվ տարվա մեջ չի եղել ոչ մի պարագայում։ $10 միլիարդ բոլորս գիտենք, որ տարեկան մոտավորապես 15-20%-ը մարդը ստանում են որպես մաքուր եկամուտ։ Այսինքն տարվա մեջ այդ մարդիկ ունեն 1.5-ից 2 միլիարդ եկամուտ։ Այսպիսի թիվ հələ հիմա համատեք նախկին թալանտների։ Դուք պատկերացնում եք առանց Նիկոլի ինչ որ մի օլիգարխ Հայաստանում 10 միլիարդ կտտացնի։ Պատկերացնում եք այդպիսի բան։ Մանր ձուկ էր։ Մանր ձուկ։ Այդ մեկը չէ, մի 3 ու արդեն այդպիսի օլիգարխ ունի։ Հիմա համատեք այդ նախկինների այն թալանը, որ ինչ-որ միլիարդներ էին խոսում։ Չէ, գնում քանդում են տակը բան չկա։ Այդ միլիարդները համատում ենք այս մարդկանց միլիարդների մասին, բազապատկեք 7-ի, մոտավորապես 14-15 միլիարդ $, մաքուր եկամուտ այս իշխանությունը ունեցել է այս 7 տարիների ընթացքում։ Մենակ մի օլիգարխից։